Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շարաչուն ապտակ էին զորավար Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել։ Դիցուք Ստեփանավան համայնքի 25 ու 31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է Ուժեղ Հայաստանին, 8-ը ՔՊ-ին։ Ստեփանավանում Ուժեղ Հայաստանը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա այն դեպքում, երբ այս համայնքը կարելի է ասել Պապիկյանի ու նրա Գերդաստանի ոչինան է, նրանց տոտալ վերահսկողության ներքո, եւ համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում մինչեւ անգամ մակրուի աշխատելու համար Պապիկյանի դաբրոն է հարկավոր։ Նրա ազգուտակն ու ծանոթ բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ՔՊ-ում են շոկի մեջ այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ 0 հեղինակություն ունի։ Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են ու պարզ չէ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան թե ոչ, սակայն մի բան փաստ է, որ անկախ փոփոխություններից ԿՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար չի կարող մեն-մենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը սահմանադրությունը փոխելու հանրակրվե անելու վերաբերյալ։ Այս փաստանանգստությունները առաջացրել Ադրբեջանում, ավելին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է գրվել սառույցին։ Այժմ առանց սահմանադրական փոփոխությունների Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ եւ կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առևտրի եւ տրանսպորտի ոլորտներում։